Դուսեր ճակու դենը։ Ջուր տանք ես, ջուր։ Բարի լույս ժողովուրդ ջան, նախաճաշ ենք պատրաստում։ Քան է մեր։ Սոխով կծու ձվածեղ է պատրաստում։ Փորձել եք սոխով ձվածեղ, սոխերը մի քիչ մեծ ավելացրել ես անգամ, բայց վրա կարգի է։ Գրիպն եմ իլամ։ Արեգի համար ինչ պատրաստենք, արեգի համար մենակ ձու, սիրում է փոքրիկ կտրտած, փոքրիկ կտորներով բան, ձվածեղ, առանց ոչ մի բանի, չէ, դե մի բացի նոր հեսա, 2 հատ կա ձու էստեղ, No, ինչ no, դու շատ ես սիրում դու, ինչ ասում ենք no, տոկ հո գլուխդ կողցրս։ Ձվին ընդհանրեն ավելացրել է աղ, կծու պղպեղ, տեսեք փոքրիկ կտրտած, չիլի և սոխ, ուրիշ ոչ մի բան, բայց հիմնականում այստեղ այս ձվածեղի մեջ ավելացնում են շատ տարբեր համեմունքներ, մենք չենք սիրում, ամուսինս էլ համեմունքների սիրահար չի շատ, թեթևի մեջ, ձվածեղի մեջ ընդհանրապես համեմունք չի սիրում։ Ես հիշում եմ մեր տանը Հայաստանում մենք ձվածեղ պատրաստելիս բոլորի համար միաժամանակ էինք պատրաստում, այսինքն, չգիտեմ, 5-6 հատ ձու միաժամանակ, բայց մենք այստեղ ամեն մեկի համար հատուկ ենք պատրաստում, 2-ական կամ չգիտեմ, ով ինչքան ցանկանա ձու, այս օրինակ մի հոգու համար 2 ձու է, բայց եթե պիտի պատրաստենք բուրջին բանն է, բուրջի մեջ սոխ, լոլիկել են ավելացնում, կրի պատակ, հրի տերևներ են ավելացնում եւ այլն, ու այսպես չեն անում, էլի, ընդհանուր սենց փոքրացնում են, մանրացնում են, ձուն խառնելով են պատրաստում, դա բոլորի համար պատրաստում ենք իսկ, բայց այսպես հատով, բայց այս տեսակ ձվածեղ յուրաքանչյուրի համար առանձին։ Այս մի կողմում էլ կաթ եմ տաքացնում, որ թեյ պատրաստեմ հիմա։ Նախաճաշը պատրաստ է, թեյն էլ է պատրաստ, կեսից ես սկսեցի, ամուսինս էր ուզում պատրաստել այսօրվա նախաճաշը, բայց իրեն զանգի հետևից եկավ ու ես վերցրեցի գազ օջախը իմ ձեռքերում, որովհետև իր հաճախորդները հանգիստ չեն տալիս։ Մի խոսքով գնացինք նախաճաշելու։ Խիտ, խոտ, մեղ, մեղակ, սոխ, սոխակ, խոզանակ, խոզապահ, խրախոզուկը շատ ուրախ է, շեկլիկ, նապաստակը նրան հրավիրել, ապրես, նապաստակի հյուր, խմորեղեն, խմորեղեն, Հիմա բարերը կազմի, աղով, հլը գտի, որ բարն ավելի համապատասխան, աղող ինչ է նշանակում, արևս, 2 հատ կը աղղող, չէ, մյուսները կարդա հլը, տես որին է համապատասխան, աղմուկ բար կա, այո, կատակ, կատակ ինչ է նշանակում, angry, չէ, կատակ մի արա, շատ ծիծաղալի կատակ էր, դա շատ ծիծաղալի comedy, տաղել, չի արևս, խեյա, տաղ, ինչ է նշանակում, bird, հետո հա, դա ինչ արևս, bird, թրջուն, ձերքը թանի են կողմ տար հլը բալա, հետո խաղ, ուրա խաղ, խաղող ինչ է նշանակում, հա, դու ուտում ես grapes, խաղող, հիմա ինչ բառը եղան, աղմուկ, noise, կատակ, կարող է լինել նաև կաղին, տախտակ, խաղող, նորից կազմիր, տեսնեմ, հիշում ես, նորմալ կազմում ես, աղմուկ, կատակ, կաղին, տակ,
Ժողովուրդ ջան, ես եկել էի Մաշկաբանի մոտ։ Նոր դուրս եկա, վերևից նկարում եմ փողոցը, այստեղ նորակառույց շենքեր կան։ Դեռ ավարտին չեն հասցրել։ Սեք բարձրահարկ շենքեր են։ Քանի քայլում եմ ձեզ ցույց տամ շրջակայքը։ Բնակելի շենքեր են, այստեղ մանկապարտեզ է։ Այս տարածքում ես երկրորդ անգամ եմ լինում, բայց առաջին անգամ չեմ էլ տենց հասցրել տեսնել էլի շուրջ բոլորը։ Այս մանկապարտեզ է։ Preschool, նախադպրոցական, նախակրթարան։ Այդտեղ բարձրահարկ շենքեր կան։ Վատ փողոց չի ես իրականում։ Մենք ճիշտն ասած մտածում ենք տեղափոխվելու մասին, բայց դեռ չգիտենք ուր։ Տեսնենք։ Այսպիսի շենքեր են։ Այս շարֆերը, սրանք հիմնականում աղոթքների համար են օգտագործում, կուրքերի համար են նախատեսված ավելի շատ, կամ ասենք ինչ-որ կրոնական ծես են իրականացնում, իրենք են կրում։ Ես արդեն տարբերում եմ էլի, որ կտորները, ինչ տեսակի շարֆիկներն են օգտագործվում նման արարողությունների համար եւ որոնք սովորական կրելու համար։ Մրգավաճառը, ահա, տեսեք։ Փողոցը։ Եկեք քայլենք։ Ահա։ Այստեղ բերել են, դրել են մանր-մուներ բաներ են վաճառում։ Այստեղ ըմպելիք սառույցով, ես դες ցույց եմ տվել իմ վիդեոներից մեկում, այսպես սառույցով տարբեր համերի ըմպելիք են պատրաստում։ Գոլա է կոչվում դա, տարբեր համերով սառույց է, սա Ջոդհպուր քաղցրավենիքի խանութ է։ Այս Ջոդհպուրից տենց քաղաքում շատ կետեր կան, շատ մասնաճյուղեր ունեն։ Վերևում International Preschool է, միջազգային նախակրթարան։ Առաջ գնանք։ Չէի մտածել, որ կնկարեմ, մտածեցի արագ գնամ Մաշկաբանի մոտ դուրս գամ, բայց սենց հավեսս տվեց նկարեմ, մի քիչ քայլեմ, բարձրախոս չեմ վերցրել, էլի դրա համար եմ ասում։ Ահա, ոստիկան դյադյան ասել։ Տեսնենք այս կողմերում ինչ կա չկա։ Հարավային Հնդկաստանի համեր բանն է, ռեստորանն է, իդլի դոսա, այս մարդը այստեղ իր համար հեռախոսով TikTok-ա թերթում երևի չէ, Հնդկաստանում TikTok չկա։ Այստեղ թեյ են խմում, հազարումի խանութ կա։ Կողքի դե արդեն գիտեք դուք իմ վիդեոներից, թե ինչպիսին է մեր Հնդկաստանը, Մումբայը մասնավորապես։ Մի խոսքով։ Այսպես սիրելիներս, կյանքը եռում է Հնդկաստանում, երբեք ինչ-որ խաղաղություն չէ, կամ միշտ մարդիկ են, մեքենաներ, մոտոցիկլետներ, ռիկշաներ ու ամեն ինչ։ Մի խոսքով, այստեղ չես ձանձրանում, էլի, միշտ ինչ-որ բան կա տեսնելու, զարմանալու կամ չգիտեմ, դե ես չեմ զարմանում ոչ մի բանի վրա, արդեն ինձ համար ամեն ինչ սովորական է դարձել։ Ահա, չգիտեմ ուր են գնում։ Այս մարդն էլ է նկարում, ինքն էլ է վլոգեր։ Կոշիկի խանութ, ժամացույցների խանութ, ես ճիշտ ասած ակնոց էի ինձ համար ուզում գնել։ Եթե ակնոցի լավ խանութ հանդիպի, մի հատ կարող են, ահա, Lens Lab հանդիպեց ժողովուրդ, ասել եմ պիտի անեմ, չէ, բայց սրանք օպտիկական ակնոցներ են։ Խաղալիքների խանութ, մի խոսքով, Վարսավիրանոց գեղեցկության սրահները շատ են,
Ամեն քայլափոխի ես կասեի նոր գեղեցկության սրահ է բացում միշտ։ Բանջարեղեն կարելի էր գնել, բայց կգնամ մեր մոտից կգնեմ, լավ, այս բան չէ։ Ոսկու խանութ, ոսկյա զարդերի, թխվածքի խանութ։ Մաման երեխային տանում է տուն դպրոցից։ Մամաները միշտ պայուսակները վերցնում իրենք են գցում ուսներին, երբ որ դպրոցից վերցնում են երեխեքին, որովհետև միշտ պայուսակները ծանր են լինում։ Չգիտեմ ինչքան գիրք են երեխեքը ամեն օր տանում բերում։ Այստեղ սիրուն ձիեր կան փաստորեն։ Աղբահանության մեքենան է, աղբ են հավաքում։ Շշերն առանձին, իմիջայլոց, այստեղ այս վերջերս են սկսել առանձնացնել շշերը, բանկաները, մի կողմ թաց և չոր են էլի ջոկում, բայց ոչ բոլորն են պահում այդ, մի որոշ ժամանակ պահում են, հետո նորից խախտում են էլի, չգիտեմ։ Սա էլ նորակառույց North Garden City, փոքրիկ բան են, township են նախատեսել, township են կառուցում։ Սեք ինչքան բարձր է սա։ Ասում եմ կարող է ռիքշա չվերցնեմ, սենց մանրից քայլելով հասնեմ մեր տուն։ Էլ ռիքշայի կարիք չլինի, բայց չէ, հեռու է, բավականին հեռու է։ Այս շենքը լավն է, սիրուն է ընդհանուր տեսքը, բալկոնչիկները։ Ներքևում անկապարտեզ, վերևում ջիմ, մարզասրահ, ֆիթնես ակումբ։ Այս էլ ես սիրելիներս։ Մի հատ էլ ես Երևան, ինչու ոչ։ Եկա հասա փողոցի վերջ, այստեղից երևի ճանապարհ չկա։ Պիտի հետ գնամ, ժողովուրդ։ Այս ռիքշա վերցնեմ գնամ մի հատ, տեսնեմ։ Այն կողմից հա ոնց որ արդեն փակ է, ճանապարհ չկա։ Աչքերս մի քիչ այտուցված են, դեմքս այտուցված ոնց որ լինի, որովհետև շատ ուշ եմ քնել, շատ վաղ եմ արթնացել։ Ու տենց էլի արդեն պատկերացնեք։ Տեսեք այստեղ։ Սրանք տրադիցիոնալ հնդկական տարաներ են։ Այսպես կովիկներ, փղիկներ։ Տեսեք։ Երկու հատ էս երկու փղերը միասին 300 ռուպի ասեց, բայց դե ես գնեմ ինչ անեմ։ Ես տանից վերացնում եմ ամեն ինչ, որ այն ինչը որ կոտրվելու է, էլի ձեռքի տակ, որ երեխեքը չջարդեն, մասնավորապես Արեգը հիմա։ Ամեն քայլափոխի էլի հանդիպում ես բանջարեղեն վաճառողների, ծաղկավաճառների, այսենց գլիկների վրա ծաղիկներ են վաճառում, այսենց քշում են էլի, քշելով տանում են փողոցից փողոց։ Հյութ են քամում տալիս, այս հյութի մասին, սա շաքարեղեգի հյութ է, տեսեք։ Այստեղ լավ է, ունեն մեկ անգամյա օգտագործման բաժակներ, բայց լինում է, որ մի հատ ապակյա բաժակ են ունենում, բոլորը դրանով խմում են։ Բայց տեղեր կան, ինչպես այստեղ տեսեք, որ մեկ անգամյա օգտագործման բաժակներ են։ Ժողովուրդ չեմ գտնում ռիքշա, չկա, չեն կանգնում։ Երթևեկություն նկարեմ ձեզ համար։ Ոչ մի ռիքշա չի գնում մեր կողմ։ Պարզվեց չի գնում մեզ մոտ։ Աչքից ոտքով էլ չինամ հենց։ Երկու ռիքշա մերժել են արդեն, չեն գնում։ Դատարկ ռիքշա էր անցած չկանգնեց։ Ինչի՞ բայց։ Բասեք հլը տեսնենք։
գտնենք էլի, այստեղ ռիքշաներն էլ են քիչ, այս հատվածում էլի, ռիքշաները քիչ են։ Այս տարածքը բացահայտում էր ինձ համար, ժողովուրդ Մումբային այնքան տարբեր կարա լինի, այսինքն մի հատվածը շատ լավ է, մեկ էլ անցնում ես երկու փողոց այն կողմ, քայլելու տեղ չի, ընդհանրապես գնալու տեղ չի, ուր մնաց թե ապրելու համար։ Մումբայը մի բանի մասին չի էլի, հեսա արեգը մեծացել է արդեն, շուտ կարողանամ դուրս գալ ու ինչ-որ տեղեր գնալ, ձեզ հետ էլ կիսվել, ձեզ էլ չուս տալ, պես որ մնացեք ինձ հետ ստացվեց, նստեցի։ Հետավարորդն ասում է, որ այսօր մուսուլմանական տոն է, դրա համար խնդիր կա, ռիքշա չի հանդիպում շատ։